Բացի երկկողմորակարգից, օրինակ Միացյալ Նահանգների հետ մենք տեսնում ենք նաև նոր վարչակազմի ընդգծված հետաքրքրությունը ուրեմն խաղաղության օրակարգի լայն աշխարհում եւ մասնավորապես Հարավային Կովկասում խաղաղության ուրեմն օրակարգի առաջ մղման, երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ եւ մենք եւ Միացյալ Նահանգների վարչակազմը եւ ինչպես նաեւ շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ իրականում պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասում ունենալ այդ խաղաղությունը, կա հնարավորություններ իր բավականին լայն պատուհան, եթե այսպես կարող ենք ձևակերպել։ Իհարկե առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ եւ այս առումով եւս այս տարվա առաջին կիսամյակում ուրեմն առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք։ Ես օրինակ հանդիպում եմ ունեցել Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախարար Բայրամովին, վերջերս Տիրանայում Ալբանիայի մայրաքաղաքում վարչապետ Փաշինյանը զրույց ունեցավ նախագահ Ալիևի հետ եւ մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունը ավելի գործնական եւ հանգամանալից կերպով հնարավոր կլինի շարունակել եւ իհարկե եւ խոսում ենք այս տարվա առաջի կիսամյակի մասին այս համատեքստում Հայաստան-Ադրբեջան կարգավորում ունենք շատ նշանակալի եւ իսկապես մի աննախադեպ ձեռքբերում, ունենք փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցված է եւ Ադրբեջանը եւ Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի, սա պայմանական անունն է, հիշում եք իրականում անվանումը փաստաթղթի մի քիչ երկար է։ Ուրեմն տեքստի շուրջ բանակցություններ ավարտված են եւ կա երկու կողմի համար ընդունելի համաձայնեցված տեքստ։ Հայաստանը հայտարարեց եւ այսօր էլ հայտարարում է, վերահաստատում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդացություններ որոշելու ստորագրման օրը, տեղը։ Ադրբեջանը իր դիրքորոշումն է հայտարարում, կան որոշակի նախապայմաններ, այդ մասին բազմիցս խոսվել է։ Առաջ քաշվող թեմաներից մեկը որպես օրակարգ Մինսկի խումբը եւ դրան վերաբերող ուրեմն կառույցների լուծարման գործընթացը, որ ընդհանրապես որպես օրակարգ մեզ համար հասկանալի եւ ընդունելի է, իսկապես երբ որ կլինի ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, իսկ ես այս տերմինի տակ նկատի ունեմ ստորագրված, փաստաթուղթ խաղաղության հաստատման եւ ըստ էության թղթի վրա նաև կոնֆլիկտը կավարտվի, տրամաբանորեն հարկ չլինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց միջազգային հարթակներում։